Ստեփանակերտում տոնական տրամադրություն է, քաղաքը նշում է անվանակոչության 94-րդ տարեդարձը։ Վերածննդի հրապարակում փոքրիկ ստեփանակերտցիները կավիճով ասֆալտի վրա նկարում են հայրենի քաղաքը, այնպիսին, ինչպիսին կա ու նաև ինչպիսին ցանկանում են այն տեսնել։ Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը առավոտից ընդունում է հյուրերին։ Ամեն տարի մենք տեսնում ենք, թե ինչպես է օրորի ծաղկում Ստեփանակերտ քաղաքը, եւ օգտվելով առիթից ուզում եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր երևանցիների անունից շնորհավորեմ Ստեփանակերտ քաղաքին, ստեփանակարտցիներին եւ մաղթում եմ, որ լինի խաղաղություն։ Գլխավոր հավաքատեղին Ստեփան Շահումյանի անվան պուրակն է։ Նախագահը, հյուրերն ու ստեփանակերտցիները ծանոթանում են պուրակում կազմակերպված «Խաղաղություն Արցախին» խորագրով ցուցահանդես վաճառքին։ Արցախը մեր հայրենիքն է։ Շատ հբարդ ենք ու սպիրկում միայն հբարդությամբ ենք խոսում Արցախի հերոսամարտի, Արցախի ժողովրդի, այսինքն մեր ժողովրդի հաղթությունների մասին, շնորհքների մասին շատ ուրախ ենք։ Օրվա արդիվ բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի նախագահի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել Ստեփան Շահումյանի հուշարձանին։ 1923 թվականին հենց նրա պատվին է անվանակոչվել Ստեփանակերտը։ Տոնը նաև տարվա ձեռքբերումները գնահատելու առիթ է։ Այսօր Ստեփանակերտը օրինակելի է իր մաքրությամբ, կարգ ու կանոնով։ Դպրոցներ, առողջապահության, մշակույթի օջախներ, սրանք ձեռքբերումներ են, որոնք ամեն օր անձեն աչքով երևում է։ Մենք խնդիրներ ունենք այսօր քաղաքի ենթակառուցվածքներ։ Կուզենայի բոլոր ենթակառուցվածքները լինեին լուծված այնպես, ինչպես մեր ամենօրյա ջրի հարցն է լուծված։ Դա մեր նպատակն է։ Օրը նաև մարզական միջոցառումներով էր հարուստ։ Վերածննդի հրապարակը մի քանի ժամով մարզահրապարակի էր վերածվել։ Նորեր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, Աշոտ Գասպարյան, ժամը լրատվական։